Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,000 դրամ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 4,9%-ով եւ դարձել 228,000 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 5,2%-ով, դառնալով 320,000 դրամ։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հուսադրող եւ տրամադրություն բարձրացնող տվյալներն են։ Ձերը չի բարձրանում, քանի որ նման աշխատավարձ չեք ստանում։ Բնական է, միջին աշխատավարձը միջինացված ցուցանիշն է բոլոր աշխատողների ստացածը բաժանած աշխատողների թվի վրա։ Այս հավասարման արդյունքում ստացվող թիվը ամենամեծ քանակը աշխատողների դա կրթության եւ մեծածախ մանրածախ առևտրի ոլորտների աշխատողներն են։ Կրթության պարագայում միջին աշխատավարձը հոկտեմբերի դրությամբ 170,894 դրամ է, մեծածախ մանրածախ առևտրի պարագայում 227,841 միջինացված աշխատավարձ է։ Այս երկու ոլորտներում է աշխատում Հայաստանում գրանցված աշխատողների մոտ 30%-ը, սակայն, ինչպես հասկացաք, այդ մարդկանց միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Հայաստանի միջին աշխատավարձն է։ Փոխարենը բավականին բարձր է փոքր երկու խմբում ընդգրկված քաղաքացիների աշխատավարձերը։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներում, որտեղ զբաղվածները 36,680 են, ընդհանուրի 4,7%-ը, նրանց աշխատավարձը 1 միլիոն դրամը գերազանցել է։ Կոպիտ հաշվարկով 10 աշխատողից մեկը ծրագրավորող է, որի աշխատավարձը գուցե աճել է եւ դարձել է ամիսը 1,5 միլիոն դրամ։ Մյուս 9-ի աշխատավարձը մնացել է անփոփոխ 200,000 դրամ։ Ըստ այդմ, վիճակագրությունը ցույց կտա, որ 10-ի միջին աշխատավարձն էլ էականորեն աճել է, շնորհիվ մեկ ծրագրավորողի։ Այդուհանդերձ, որպես դրական փոփոխություն հաճախ նշվում է գնաճ աշխատավարձերի բարձրացում հարաբերակցությունը։ Միջին աշխատավարձը 66,3%-ով ավել է քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճը ինչքան է։ Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25,3%։ Այսինքն մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ Առաջին անհրաժեշտության բարենամթերքը որքանով է թանկացել։ Իսկ երբ որ մենք ուշադրություն դարձնենք այդ թանկացումներին, ապա դա ոչ թե 20% կլինի եւ ոչ էլ միջին աշխատավարձի 60% կլինի, այլ շատ դեպքերում 100, 200 եւ ավել բարձրացումներ կլինեն։ Գիտության եւ կրթության ոլորտի աշխատավարձերի վերաբերյալ նախկինում էլ են հնչել հավաստիացումներ, թե էական աճ է գրանցվել այդ դաշտում, բայց հետագայում պարզվել է, որ նման բարձր աշխատավարձ ստանում են ոչ թե տվյալ հաստիքի բոլոր մասնագետները, այլ կոնկրետ ինստիտուտի կոնկրետ մի քանի մասնագետներ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։